Այսօր մայիսի 12-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, ձեր ստեղծագործական ունակությունները լիովին կդրսևորվեն, դուք կգտնեք, որ ստանդարտ լուծումներ նույնիսկ բարդ հարցերի համար, հարմար ժամանակ է ապագայի պլանների մշակման ու համագործակցության համար։ Ցուլեր, առավոտյան կհայտնվեք հուզական վերելքի մեջ, հեշտությամբ կգտնեք ընդհանուր լեզու ինչպես մտերիմների, այնպես էլ նոր ծանոթների հետ, հաջող ժամանակ է կարևոր հարցերի քննարկման ու թանկարժեք գնումների համար։ Երկվորյակներ, ժամանակն է զբաղվել այն գործերով, որոնք նախկինում անհնարին էին թվում, ձեր էնտուզիազմը և կառուցողական մոտեցումը կօգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն, շատ երկվորյակներ պետք է ժամանակ հատկացնեն ֆիզիկական պատրաստվածությանը։ Խեցգետիններ, զբաղվեք սովորական տնային գործերով, որոնք մեծ ջանքեր չեն պահանջի, բարդ առաջադրանքները հետաձգեք ավելի ուշ, օրվա երկրորդ կեսին կզգաք ուժի և ոգեշնչման ալիք։ Առյուծներ, անսպասելի իրադարձությունները կարող են փոխել ձեր պլանները, սակայն դուք արագ կհավաքվեք ու կգտնեք դրական կողմը ցանկացած իրավիճակում, տնային գործերում ներգրավեք ընտանիքի անդամներին։ Կույսեր, ձեր կատեգորիկ լինելը կարող է փչացնել հարաբերությունները մտերիմների հետ, առավոտյան դժվար կլինի գործի անցնել, բայց մի փոքր ջանք գործադրելով կարող եք գտնել համախոհներ ու ստեղծել լավ հիմք ապագայի համար։ Կշեռքներ, առավոտյան զբաղվեք կարգ ու կանոնով և այլ հանգիստ տնային գործերով, խուսափեք պատասխանատու առաջադրանքներից ու բարդ հարցերի քննարկումից, երեկոյան ավելի հանգիստ ու ընկերասեր կդառնաք։ Կարիճներ, օրը հարմար չէ կարևոր գործերի համար, զերծ մնացեք հապճեպ որոշումներից ու ինքնաբուխ ծախսերից։ Աղեղնավորներ, տնային խնդիրները հենց առավոտից կպահանջեն ձեր ակտիվ մասնակցությունը, ձեր հուզական վիճակը կարող է լինել անկայուն, բայց մտերիմների աջակցությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները։ Այդ եղջյուրներ, այսօրվա գործերը կարող են պահանջել ֆիզիկական ջանքեր, բայց դա ձեզ չի հոգնեցնի, ձեր էներգիան թույլ կտա արագ կարգավորել պլանավորած գործերը, օրը բարենպաստ է շինարարությամբ, բնակարանների բարեկարգմամբ ու այլ ֆիզիկական աշխատանքներով զբաղվելու համար։ Ջրհոսներ, հանգստությունն ու հուզական կայունությունը կօգնեն հաղթահարել գործերը ու աջակցել սիրելիներին, լավ կլինի շփվել ավագ հարազատների հետ, նրանց խորհուրդները օգտակար կլինեն։ Ձկներ, օրվա առաջին կեսին նվազեցրեք շփումն ու ակտիվությունը, դուք կարող եք լինել չափազանց կայուն անակնկալների նկատմամբ, խուսափեք բարդ աշխատանքներից ու կենտրոնացեք տնային անհետաձգելի գործերի վրա, ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգստին։ Դե ինչ հաճելի օր ենք մաղթում, մնացեք օրայգիջնիզի հետ։